Բարև ձեզ, սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, ձեր ռադիո ընթունիչները FM 106 եւ 5 հաճախականության վրա են, դուք գործարար ալիքն եք լսում կամ դուք մեզ դիտում եք Instagram-ում, Telegram-ում, YouTube-ում լրատվական ռադիոյի գործարար ալիքի թվային հարթակներից որևէ մեկում մենք սկսում ենք Դալան Dialogues հաղորդաշարը։ Արտակ Անդրեասյանն է մեր տաղավարում, Դալան տեխնոպարկի համահիմնադիր, Make SQ ընկերության համահիմնադիր, խորհրդատու։ Այո, բարև ձեզ։ Ես ձեզ երկար ներկայացրեցի, հիմա պիտի խնդրեմ, որ հերթով պատմեք նախ Դալան տեխնոպարկի և Make SQ ընկերության կապի մասին, ինչ եք միասին անում կամ ոնց եք համատեղում դուք այդ երկու պաշտոնը, այսպես ասած։ Սիրով, դե One SQ ընկերությունը արդեն շուրջ 7 տարի է գործում է շուկայում, զբաղվում է կառուցապատման ծրագրերի կառավարումով, բավականին փորձ է կուտակել այդ ընթացքում, երբ որ մեր գործընկերոջից, ապագա գործընկերոջից այդ պահի դրությամբ պարոն Տեր-Տաճատյանից առաջարկ ստացանք համատեղ ծրագիր իրականացնելու, քննարկեցինք բոլոր պայմանները եւ ստանձնեցինք ինչպես Դալան տեխնոպարկի կառուցապատման պրոյեկտի կառավարման պարտավորությունը, այնպես էլ որպես բաժնետեր Դալան տեխնոպարկում հանդես գալու նպատակահարմարությունը քննարկեցինք, արդյունքում երկու գծով էլ ուրեմն ունեցանք հաջողված բանակցություններ, Դալան տեխնոպարկում ես դարձա ուրեմն բաժնետեր եւ զուգահեռաբար Make SQ ընկերությունը պայմանագիր կնքեց Դալան տեխնոպարկ ՓԲ-ի հետ, հետագայում կազմակերպա իրավական ձևը փոխեցինք ՍՊ-յա ներկայումս եւ ամբողջ պրոցեսի կառավարման պարտավորությունները ստանձնեց One SQ ընկերությունը, ով մի փոքր ներկայացնեմ անպայման, այո, ամբողջ պրոցեսը, որ ասում եք ինչ նկատի ունեք, ներկայացնեմ ինչա նշանակում կառուցապատման կառավարում, չնայած վստահ եմ մեր ունկնդիրներից շատերին հայտնի կլինի, մի մասը վստահաբար տեղյակ կլինեն, բայց զանգված կլինի այո, որ տեղյակ չի։ Տեսեք, համարենք դիցուք դուք սեփականատեր եք անշարժ գույքին ու ենթադրենք հողամասի կամ շինության եւ մտադիր եք այդտեղ այլ գործունեություն իրականացնել շինությունը վերակառուցելու եղանակով կամ դատարկ հողամասի վրա նոր շինություն կառուցելու եղանակով անկախ կառուցվող շինության նպատակից, դա արդյունքում նախատեսված է ձեր իսկ վերջնական օգտագործման համար կամ օրինակ պետքա կառուցվի բազմաբնակարան բնակելի շենք եւ վաճառք իրականացվի անկախ այդ նպատակներից կառուցապատման process-ը սկսած ճարտարապետական առաջադրանքի պահից վերջացրած կառուցված շինությունը շահագործման հանձնելու պահից երկարատև process է անցնում, փուլեր է անցնում, առաջին փուլը արդեն շեշտեցի դա ԱՊԶ-ի ստացումն է, այսպես ասած, այո, հայերեն լեզվով ասած ԱՊԶ-ն, ՃՀ-ն էլի, հայերենով ԱՊԶ եւ վերջին փուլը արդեն սեփականատիրոջը կամ սեփականատերերին ավարտված գույքի շահագործման ենթակա գույքի հանձնումն է։ Այդ բոլոր process-ների կառավարման մեջ մասնագիտացած ընկերություն է One SQ ընկերությունը, ով դա իրականացնելու համար տիրապետում է բավականին լուրջ կադրային բանկի, ինժեներներ, նախագծողներ, outsource կամ հենց ընկերության ներսում աշխատող ֆինանսական խորհրդատվություն, հաշվապահական եւ իրավաբանական խորհրդատվություն այս ամբողջ process-ների ընթացքում բավականին փորձ է կուտակել առաջիններից մեկն է Հայաստանում այս ընկերությունը, ես գուցեև սխալվեմ, բայց գուցեև առաջինն է, որ այս նմանատիպ գործունեությամբ սկսել է զբաղվել որպես վճարովի առաջարկվող ծառայություն, էլի պոտենցիալ հաճախորդներին ավելի պարզ ասած, այսինքն արտակ, երբ մի մարդ որոշում է ինչ-որ շինություն պիտի սարքի, այո, գալիս է ձեզ մոտ,
պատմում է ինչ տեսակի շինություն ա ուզում, եւ հաջորդիվ ինչ որ ժամանակ հետո ձեզ հետ պայմանավորվելուց հետո ինչ որ ժամանակ հետո ինքը ստանում է այդ շինությունը առանց գնալու տարբեր պետական ացիաներ, գնալու, չգիտեմ, մասնավոր կազմակերպություններ, ինքը գիտի որ արվում է իր հաշվապահությունը, ֆինանսական պլանավորումը, ընտրվում են շինարարները, ընտրվում է շինանյութը եւ այլն։ Փաստորեն ամեն ինչը։ Ինքը փաստացի նշանակում է մեզ տնօրեն։ Մեր իրականացրած գործունեությունն էլ տնօրենի գործունեությունն է, դրանից բխող բոլոր ուրեմն բաղկացուցիչներով։ Օրինակ, չգիտեմ, պետք է ընտրել կապալի մրցույթ, կապալի մրցույթում հաղթող տեխնացուի որոշում, պայմանագրի կնքման որոշում, բոլոր ստրատեգիկ որոշումները կայացնում է սեփականատերը։ Տնօրենի ֆունկցիան, բանեսկի ընկերության ֆունկցիան սկսվում եւ ավարտվում է առաջարկներ ներկայացնելով։ Գործադիր հատվածն է ձեր։ Այդ թվում առաջարկներից որևէ մեկը ընդունելու հետևանքով առաջացող ռիսկերի կառավարման տեսանկյունից նաեւ ինչպես որ տեղի ունենում բիզնեսի մեջ, երբ որ տնօրենը ներկայացնում է առաջարկներ ցանկացած այլ գործունեության կազմակերպման վերաբերյալ։ Սեփականատերը, պատվիրատուն, ստանում է պարբերական հաշվետվություններ տարբեր գործունեության փուլերի վերաբերյալ, ընթացքի վերաբերյալ։ Այդ ինֆորմացիան ցանկացած բանի իրան հասանելի է, այդ թվում այո ֆինանսականը պետական մարմիններ այցելու անհրաժեշտություն իմ հիշողությամբ ընդհանրապես չի ծագում, եթե կա կնքված պայմանագիր եւ տրված լիազորագրեր, միայն իր ցանկության դեպքում ինքը ներգրաված ալնում այնքան ինչքան որ ինքը ուզում է ներգրաված լինի իր ներգրավվածության անհրաժեշտությունից իր գնահատման, էլի, հա։ Ըստ իր ցանկության, ինքը ինչքան ուզում է այդքան է մասնակցում այդ process-ին, էլի։ Այո։ Հաճելի ծառայություն է, որտեվ այդ բանա, չէ, տենց մարդիկ ֆոբիա ունեն, նույնիսկ փոքր վերանորոգումից էլ ուր մնաց մեծ շինարարությամբ զբաղվելու։ Մարդիկ գիտեն ինչի մեջ են անցնել, ինչի մեջ են ելնելու։ Պակաս կա եւ դա նորմալ է, որովհետեւ բիզնեսմենը, ով որ ունի բիզնես իդեա, եւ ինքը պարտադիր չի, որ բոլոր նյուանսներին տիրապետի բիզնեսի, շատ ցանկալի է, այո, բայց տեսեք, մեծ աշխարհում Հայաստանից դուրս օգտակար բաներն էլ մենք վերցնում ենք իհարկե եւ ված չի որ վերցնում ենք, որովհետեւ կորպորատիվ բիզնեսը կառավարելու տեսանկյունից որևէ սեփականատեր ի վիճակի չի զբաղվել բիզնեսի կազմակերպման ուրեմն նրբություններով, դետալներով, դա իր գործը չի։ Ցավոք սրտի Հայաստանում երկար ժամանակ ներկայումս էլ ձևավորված է այնպիսի կառավարում, որ սեփականատերը ինքնուրույն է զբաղվում կառավարմամբ, տեսեք, մանր ու միջին ձեռնարկատիրության պարագայում դա հասկանալի է եւ տրամաբանված է։ Երբ որ խոշոր բիզնեսի մասին է խոսքը գնում, շատ հաճախ դա էֆեկտիվ չի։ Բայց հասնել նրան, որ կորպորատիվ կառավարումը զարգանա, այդ թվում նաև այս փորձի դրսում ուրեմն զարգացում ստացած փորձի ներմուծմամբ հնարավոր է հասնել դրան եւ սա դրանցից մի օրինակ է մեր ընկերության առաջարկած ծառայությունները դրանից մի օրինակ են։ Տեսեք, հիմա օրինակ դուք կարող եք հարց տալ եւ տրամաբանված կլինի այդ հարցը, իսկ չկա շահերի բախում օրինակ որպես բաժնետեր։ Ես այդ էի ուզում հարցնել, այսինքն դուք փաստորեն եւ պատվիրատուն եք եւ կապալառու, այսինքն ծառայություն եւ մատուցողը եւ ստացողը դուք եք։ Այո։ Կա շահերի բախում, մի քանի անգամ առնչություն ա եղել առերեսվելու տենց նման հարցերի հետ, որտեղ որ պետքա առաջնորդվել պատվիրատուի շահով եւ ես ձեզ հավաստիացնում եմ, որ փորձը բերել է նրան, որ կայացվել է բալանսավորված որոշում, երբեք պատվիրատուի շահը չի անտեսվել, ինչը նույնպես շատ կարևոր է նմանատիպ պրոյեկտների կառավարման ժամանակ։ Միշտ հետևյալ աչքով պետքա փորձես նայես, հա, մի պահ վերանանք, որ սեփականատերերից մեկն էլ դալանի ես եմ,
ծառայություն առաջարկող ընկերությունը Վանեսքյուն նույնպես էլի իմ համամասնակցությամբ է գործում։ Պետքա միշտ գործել իշահ պատվիրատուի։ Այս սկզբունքը պետքա միշտ պահել։ Միայն այս սկզբունքը պահպանելու դեպքում ընկերության նկատմամբ վստահությունը շարունակվելու է աճել եւ մնալ։ Այսինքն դա նաեւ երկարաժամկետում նպաստում է Վանեսքյուի շահերին։ Մի հարց էլ Վանեսքյուի վերաբերյալ ու Դալանից շարունակենք։ Ձեր նկարագրած մոդելով քանի նախագիծ ունեք հանձնված, քանի նախագծի վրա եք այս պահին աշխատում։ Եթե հիշողությունս չի դավաճանում, արդեն 7 տարվա ընթացքի մասին ենք խոսում։ Արդեն 15 ավարտված հաջողությամբ ավարտված պրոյեկտ ունենք։ Մեծ մասը բնակելի են, ճիշտ է։ Դալանը առաջին ամենամեծ խոշոր ուրեմն բազմաֆունկցիոնալ համալիրն է, որը բնակելի նշանակությամբ չի, եւ այս պահին եւս մոտ 5 պրոյեկտ կա ընթացքի մեջ, կառավարման ընթացքի մեջ։ Ընդհանուր առմամբ 20 պրոյեկտի մասին ենք խոսում այս 7 տարիների ընթացքում։ Բավականին խոշոր պորտֆել է ներկայացնում, վերջերս ես խնդրել էի հաշվարկային ներկայացրել այդ 20 պրոյեկտը միասին ինչքան կլինի, եթե չեմ սխալվում, առանց Դալանի թվերը հաշվի առնելու մոտ $200 միլիոն մասին է խոսքը գնացել։ Շրջանառությունը այդ պրոյեկտների նախագծային արժեքների մասին։ Հա։ Այդ բավականին լուրջ թիվ է։ Հա։ Բավականին լուրջ թիվ։ Ну, գումարած նաև Դալանը առնվազն մոտենում ենք 400-ին, էլի։ 400 Այո, կրկնապատիկը։ Դալանին գանք։ Երևի ձեր ամենամեծ նախագիծն է։ Այո։ Հսկա գիգանտ է ինքը, հա։ Վախենալու չէր։ Շատ։ Չէ, իրականում իմ գործընկերների հետ երբ որ առաջարկը ստացվեց եւ սկսեցինք քննարկել, ասում եմ մենք հա կառավարել ենք $35 միլիոն պրոյեկտ, հաջողությամբ ավարտել $60 միլիոն բայց դրանից 3 անգամ գրեթե ավել նախահաշվային արժեքով պրոյեկտ, ընդ որում այս ուղղվածության, որը նոր ուղղություն է մեր համար փաստացի, հա, ոչ բնակելին, հա, բիզնես ուղղվածության վախենալու էր դրանից բխող բոլոր ուրեմն դետալացված ռիսկերով, որովհետև տուրք տալով իմ մյուս գործընկերների էնտուզիազմին պիտի շեշտեմ, որ մեր թիմում ընդունված աշխատանքի ձևավորված տրադիցիաները, սովորույթները բերել են նրան, որ մեր միջից հիմնական ռիսկերից խոսողը ես եմ եւ ռիսկերի մասին հա բարձրաձայնողը հիմնական Գացասական բաներից դուք եք խոսում սովորաբար, հա։ Հա, ես կինոյի մունդար տղան եմ, այսպես ասած, հա։ Այ ռիսկերից որ խոսում եք, Արտակ, ստանդարտ ձեր բիզնեսում որոնք են այն ռիսկերը, որոնք դուք հաշվի եք առնում։ Ես վստահ եմ, որ իրանք շատ են, բայց հիմնական, օրինակ, ինչ կա բացի բնական աղետից եւ տնտեսական կոլապսից։ Անշարժ գույքին ինչն է, որ տենց ռիսկ է, որ պիտի անպայման հաշվի առնվի։ Տեսեք, շատ մեծ թեմայի ենք կպնում, շատ բազմաշերտ, բայց փորձեմ նշել ամենահիմնականները, էլի, որոնք հանդիպել են մեր գործունեության ընթացքում։ Ամենամեծ ռիսկը, որը որ այդպես է ստացվել, էլի վերջի տարիների գործունեության հիման վրա եմ ասում, ամենամեծ ռիսկը, որը բացարձակապես անկառավարելի է, դա քաղաքական ռիսկն է։ Այդ որում համ արտաքին քաղաքական, համ տարածաշրջանային գեոքաղաքական եւ տեղական։ Հենց հիմա տեսեք, արտաքին քաղաքական լուրջ ռիսկեր է պարունակում Իրանա-իսրայելական հակամարտությունը։ Ինչու՞, որովհետև լոգիստիկ ճանապարհների ուրեմն լուրջ խոչընդոտ, լոգիստիկայի լուրջ խոչընդոտ է հանդիսանում այն դեպքում, երբ որ գաղտնիք չի Հայաստանի Հանրապետություն ներկրվող ապրանքների մի հսկա ծավալ Իրանի սահմանով է մուտք գործում Հայաստանի Հանրապետություն եւ կանխատեսել սրանից 3 ամիս առաջ օրինակ, որ կլինի սենց հակամարտություն,
դրա պատճառով օրինակ բեռները բանդարաբասում նավահանգստում կկանգնեն կամ կկանգնեն կամ կռմբակոծվեն, եթե լա հարց է, կմնան կհասնեն տեղ չեն հասնի։ Անհայտել է այդ բեռները ինչ վիճակում են, հա, այս ռիսկերը շատերն ունեն։ Սա քաղաքական ռիսկ է, արտաքին գործոններով պայմանավորված, ներքաղաքական գործոններով պայմանավորված արտաքին բանը ռիսկերը նույնպես զգալի ձևով առնչություն են ունենում մեր էլի վերջին 8-9 տարիների փորձը դա ցույց է տվել գործարար ակտիվության նվազումը, սինուսոիդ այսպես, հա, ասենց տատանում, հա, այսպես ասեմ։ Տատանումներ ա լինում, մեկ այլ ռիսկ նշեմ, հա, որը բացարձակ անկառավարելի է ցանկացած ոչ միայն կառուցապատողի, նույնիսկ ցանկացած այլ գործունեությամբ զբաղվող բիզնեսմենի համար դա արտարժութային կառավարման ռիսկերն են, որոնք որ բիզնեսի վիճակի չի կառավարել։ Տեսեք, շատ անգամներ մեր պատկան մարմինները կենտրոնական բանկից սկսած պեկով վերջացած շատ անգամ ուրեմն համապատասխան կարգավորումների միջոցով այդ թվում օրենսդրական արգելում են եւ պատասխանատվություն են սահմանում արտարժութով գնանշում, արտարժութով գործարքներ իրականացնելու ինչ այնքան էլ տրամաբանական չի էլի ներմուծող երկրի համար, եթե տեսեք հասկանալի է ազգային արժույթը պաշտպանելու այդ ձգտումը, բայց դա իրականացնել միայն մահակի քաղաքականությամբ այն դեպքում, երբ որ բիզնեսը չունի հասարակ գործիքներ, մինչև այսօր չունի արտարժութային ռիսկեր կառավարելու, հիմա կհարցնեք իսկ ինչպիսի գործիքներ կան, գիտեմ վստահ եմ դուք էլ գիտեք, օրինակ արտարժույթի հեջավորում որևէ հայաստանյան բանկի կողմից չի առաջարկվում մինչև հիմա, որպես ծառայություն վճարեմ, այդ ծառայությունը ստանամ, որ ես ապահովագրված լինեմ արտարժույթի տատանումների ռիսկից, որպես բիզնեսմեն, այնպիսի բիզնեսով զբաղվելու դեպքում, որի առանձնահատկություններից է արտարժույթի ռիսկերից կախված լինելը։ Իսկ այո, գալիս եմ ձեր նշած հանգամանքին։ Մենք ներմուծող երկիր ենք, կառուցապատման ոլորտում, շինարարության մեջ շատ մեծ տեսակարար կշռով շատ մեծ բաժին է կազմում ներմուծված 70-30, հա, երևի թե ավել, 70-ը դեպի ներմուծում։ Դժվարանամ տենց, բայց ամեն դեպքում շոշափելի է։ Հա, շատ շոշափելի ազդեցություն է թողնում, այո, ընդ որում տեսեք, ցանկացած կտրուկ տատանում, լինի դա դրամի արժևորում կամ դրամի արժեզրկում, ցանկացած կտրուկ ուրեմն տատանում ունենում է իր բացասական հետևանքը, դա նույնպես անկանխատեսելի է ցանկացած բիզնեսով հայաստանյան բիզնեսով զբաղվող ընկերության համար եւ ավելին ասեմ այդ գործիքների բացակայության պարագայում որ հնարավոր չի լինում արտարժութային ռիսկերը կառավարել նաեւ այսպիսի նկարագրություն անեմ պատկերացրեք ուժեղ փոթորիկա եգիպտացոնի դաշտը որ արդեն պատրաստ է բերքը հավաքի մի անգամից պարկի այդից դրա այդ աստիճանի ինքը մի անգամից կարող ամբողջ բերքը վերացնի հələ որ բերքը վերանալով վերջանա ոչինչ այնտեղ պարտավորություններ կան չէ ֆինանսական ինչ որ մեկը այդ բերքը քեզնից սպասում է ասում է բերին բերքը հա դրանից բխող բոլոր հետևանքներով ուտոպիստական գուցե հնչի բայց եթե մենք չենք կարող ազգային դրամը երաշխավորված պաշտպանել մեր բիզնեսի համար գուցե ընդհանրապես ազգային դրամ չունենալ Եկեք ունենանք ամեն դեպքում, հա Արգենտինան օրինակ վերջերս խոսում էր դրա մասին, Միլե ասում էր, որ եկեք կենտրոնական բանկը ցրենք, մեզ կենտրոնական բանկ պետք չի։ Կոստարիկան չունի ազգային արժույթ, օրինակ Էկվադորը, ինքը կապակցել է դոլարի հետ, հա, այդ չի նշանակում դոլարին կապակցելու դեպքում ռիսկեր չկան։ Ընդհանրապես դա կարող է նշանակի դու քո ռիսկերը տվել ես ընդհանրապես ամերիկայի կառավարմանը, հա, Ֆեդերալ ռեզերվը կառավարի քո բանը, քո ազգային արժույթը։ Գումարներից խոսեցինք։ Ես ծանոթ եմ, որ դուք նաև պարտատոմսեր եք թողարկել։ Սա Հայաստանում մի փոքր նոր գործիք է։ Այո։ Ի ուրախություն մեզ ավելի հաճախ կիրառվող գործիք է, մենք տենց մեր տաղավարում օրինակ երևի թե
արդեն առիթ ունեցել ենք մի 4-5 գործընկերոջ հետ քննարկել պարտատոմսերի հարցը։ Մի մասը թողարկող են եղել, այսինքն մի մասը ընկերություններ են, որոնք թողարկել են, մի մասը ընկերության ներկայացուցիչներ են, որոնք որ օգնել են, որ թողարկվի, մի մասը ձեռքբերողներ, ինքը լավ գործիք է։ Ինչ վիճակում է հիմա, բացադեր թե ավարտել եք, ինչ ցիկլում եք այդտեղ։ Տեսեք, պարտատոմսերի թողարկման միջոցով պլանավորված ուրեմն կանխատեսված մեր եկամուտը ի թիվս մեր եկամուտների այլ ուղղությունների ի սկզբանե դեռևս ծրագիրը սկսելու այն սաղմնային վիճակից սկսած, երբ որ ֆինանսական պլանավորումը իրականացվել, նախատեսված է եղել պարտատոմսերի տեղաբաշխման միջոցով ֆինանսավորումներ գրավելու եւ ասեմ թե ինչու, ոչ թե պատճառը նրանումն էր, որ անհրաժեշտ ծավալի ամբողջությամբ անհրաժեշտ ծավալի ֆինանսավորում հնարավոր չէ ստանալ մեկ ֆինանսական գործընկերոջից, ոչ, պատճառը ֆինանսավորման աղբյուրները դիվերսիֆիկացնելն է եւ մեկ գործընկերոջից կախվածության մեջ չհայտնվելն է։ Ճիշտ եմ հասկանում, որ դա է լավ անեսքյունալ է։ Այո։ Այսինքն այլ հաճախորդների համար էլ ըստ անհրաժեշտության դուք կարող եք դա անել։ Այո, բանկերի հետ բանակցություններ, ֆինանսների ներգրավման առաջարկներ, ելի որոշումը կայացնում է պատվիրատունի։ Հասկանալի է, որ բայց process-ը դուք կարող եք կառավարել, համակարգել։ Ամբողջությամբ իրականացնում է Վանեսկյուն։ Այդպես ա եղել նաև այս դեպքում ֆինանսավորման աղբյուրները Դալան պրոյեկտի հիմնական մի քանիսն են, դրանցից ամենախոշորը իհարկե ընթացիկ վաճառքն է, ունենք շատ վստահելի ֆինանսական գործընկեր, ում միջոցով մեզ տրամադրվել է կորպորատիվ վարկ, եւ ունենք պարտատոմսերի տեղաբաշխումից ստացվող եկամուտները, ինչպես նաեւ վերջին տարիներին շատ ուրեմն անխափան գործող ավելացած արժեքի հարկի դեբետային մնացորդի վերադարձը, որը նույնպես լուրջ աղբյուր է մեզ մոտ կազմում, քանի որ մենք ներկայումս իրացում չունենք, մեզ մոտ կրեդիտ չի առաջանում, չէ՞, կապալներից ստացվող դեբետներն են, որը մենք վերադարձի տեսքով հետ ենք ստանում բյուջեից։ Պետական մասնակցությամբ որևէ այսօրվա էսպայի դրությամբ որևէ ուրեմն ֆինանսավորում չկա Դալանում, ուրեմն այդ լավ է թե լավ չի, ոնց եք կարծում։ Դա լավ է ինքնուրույնության տեսանկյունից, այո, բայց ես չեմ շտապում այդ եզրահանգում անելուց, որովհետև մենք պետական մարմինների հետ ունենք գործընկերային հարաբերություններ եւ գուցե նաեւ հաջողվի պետությանն էլ հետաքրքրի Դալանում ունենալ իր ներդրումը, որը մասնակցությունով օրինակ տարածք ունենալու տեսանկյունից այնտեղ ներկայացված լինելու, որովհետև հիմնական ուղղվածությունը եթե վերցնենք Դալանի, դա IT ոլորտն է եւ դրան սպասարկող ենթակառուցվածքային համակարգն է, որը բերելու է նրան, որ կենթանի շնչող մեծ մի օրգանիզմ է լինելու Դալանը։ Հետևաբար պետությանն էլ այո հետաքրքիր, եւ մենք զգացել ենք, որ իրենց էլ է հետաքրքրում, այնպես որ դեռևս ամեն ինչ արժևում է։ Մենք խոսում էինք ֆինանսավորման աղբյուրներից, այո, ֆինանսավորման աղբյուրների պլանավորման ժամանակ պարտատոմսերը նախատեսված են եղել նախապես, այսինքն դա ընթացքում չի առաջացել, ոչ, դեռևս 4 տարի առաջ, իհարկե մենք այդ ժամանակ չէինք կարող կանխատեսել, որ կգա 25-26 թվականները կընդունվի պետության կողմից ողջունելի շատ ծրագիր, այո, վերադարձի բան, աջակցության մասին, այո, արժեթղթերի շուկան խթանելու նպատակով գործող ծրագիրը, որը ներկայումս կա, իմ գնահատմամբ շատ ճիշտ, շատ լավ գործիք է շուկային արհեստական խթաններ հաղորդելու։ Տեսեք, ինքը այսօր արդեն իսկ դարձել է լուրջ գործիք, այդ պարտատոմսերի տեղաբաշխման հնարավորությունը դարձել է լուրջ գործիք, որը եկել է փոխարինելու շատ դեպքերում բանկային վարկերի։ Այո։ Դրա համար էլ բանկերը որոշել են ծառայություններ մատուցեն, որտեղ հասկանում են, որ
Նաև բանկերը իրանց հացի մի մասն է դա։ Հա, բանկերը մի քիչ շեղ են նայում Այո։ այս ընդհանուր process-ին, բայց պիտի ազնիվ լինենք եւ ասենք, որ դա միայն դրական ազդեցություն է թողնելու վերջնարդյունքում, որովհետեւ մրցակցություն է մտնում բանկերի հետ, այ հետաքրքիր է բանկերը մրցակցային միջավայրում ոնց են դրսևորելու իրենց տարբերությունների իհարկե կան պարտատոմսեր թողարկվող այսօրվա շուկայի մասին է խոսքս, որոնք գրավով ապահովված են, կան որ ոչ, կան որ տարբեր վալյուտաներով են, մեր կողմից թողարկված Այդերը դալանին է։ եղել է 2.5 միլիարդ տեղաբաշխման ավարտը նախատեսված է եղել մինչև փետրվարի 10 մենք ամբողջությամբ տեղաբաշխել ենք այդ ամսաթվի դրությամբ դոլարային պարտատոմսերի ծավալը նախատեսված է $10 միլիոն։ Մեզ հատկացված եթերաժամանակը ցավոք սրտի ավարտին է մոտենում։ Ես շնորհակալ եմ շատ, որ այստեղ եք, վստահ եմ դեռ առիթներ ունենալու ենք թե ձեր այս նախագծի մասին խոսելու, թե ինչ որ այլ նախագծի մասին խոսելու։ Սիրելի ռադիո լսողներ, այսօր այսքանը։ Շարունակեք լսել գործարար ալիքը, կհանդիպենք։ Շնորհակալություն։